Մերձավոր արևելքի կրակը կարող է հասնել հարավային Կովկաս։ Փորձագետները զգուշացնում են նոր վտանգի մասին։ Այն, որ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի 20 օրերի ընթացքում առաջին անգամ Իսրայելը թիրախավորեց Կասպից ծովի ափին իրանական Բենդեր Էնզելի նավահանգիստը, պատահական չէ իրանցի վերլուծաբան Փույա Հոսեյնիի համար։ Թել Ավիվը փորձում է պատերազմի մեջ ներքաշել նույն ծովի մյուս ափում գտնվող Ադրբեջանին։ Փորձում է նոր ջոկատներ բազի տարբեր դարաշրջանում, նաև ներգրավի հարավային Կովկասի այդ պատերազմի մեջ մեծ ճնշում է գործադրում եւ ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը ներգրավի այդ պատերազմի մեջ։ Իսրայելը իրանական ռազմական ներուժը ոչնչացնելով Կասպից ծովի ափին, իրանագետների կարծիքով փորձում է թուլացնել Իրանի դիմադրությունը Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ 4 ռազմանավ է այս գիշեր ոչնչացրել Ցահալը։ Կասպից ծովում իրանական նավատորմը ինչ-որ առումով ադրբեջանական ագրեսիան զսպելու համար է։ Անցած գիշերվա հարձակում է Իրանի ռազմական ուժերը Կասպից ծովում դրան են վկայում, որպեսզի կարողանա ռազմական ուժերը Կասպից ծովում թույլատնի, որ հնարավորություն սարքի, որ Ադրբեջանը ներգրավի այդ պատերազմի մեջ։ Ուր է հասել պատերազմը, դժվարանում են ենթադրություններ անել իրանագետները, հաշվի առնելով Թրամփի հակացող հայտարարությունները, նաև Թեհրանից հնչող սպառնալիքները, թե իրենք են որոշելու, երբ է այն ավարտվելու։ Reuters-ը գրում է, թե Միացյալ Նահանգները քննարկում է Մերձավոր Արևելքում հազարավոր ամերիկացի զինվորներ տեղակայելու հարցը։ Ըստ բրիտանական հեղինակավոր գործակալության, Իրանի դեմ ռազմական գործողությունների հերթական փուլն են ծրագրում ամերիկացիները։ Փույա Հոսեյնին կարծում է դեռ Թրամփի մտքին է իրանական կղզի ներգրավելը։ Օրինակ Խարկ կղզի է, որ Իրանի ամենամեծ նավթային բաշարների դենց բան է, արտահանման համար, փորձում են հիմա Միացյալ Նահանգները ուզում է մի քանի դենց սույսադրական գործողություններ, որպեսզի կարողանա հաղթանակ կերտի եւ զախի հանրության վրա, որ մենք կարողացանք։ Միջազգային հեղինակավոր պարբերականները գրում են, որ Մերձավոր Արևելքը կխորտակվի պատերազմի ճահճում, եթե այս ամիս չավարտվեն ռազմական գործողությունները։ Ամերիկյան լրատվամիջոցները հղում անելով վերլուծաբանների գրում են, որ պատերազմը շարունակելու դեպքում չի բացառվում նահանգներում իմպիչմենթի գործընթաց սկսեն աշխարհի բոլոր պատերազմները դադարեցնելու խոստումներով կառավարման երկրորդ շրջանը սկսած Թրամփի դեմ։ Սամաքային զորք մեծցնելը նշանակում է, որ մեծ ավելի շատ մարդկային կորուստներ ունենան, զինվորական կորուստներ ունենան Միացյալ Նահանգները, որը ավելի կճնշի ներսում իրենց Միացյալ Նահանգների ներսում Թրամփի վարչակազմն է եւ շատ ավելի վատ իրավիճակում կհայտնվեն ամբողջ աշխարհում։ Իրենց կամքից անկախ պատերազմի մեջ հայտնված սոցի պետությունները սպառնացել են Իրանին։ Կադրերում Քաթարի Ռաս Լաֆան տարածքում գազի կայաններն են գրակի բաժին դառնում իրանական հարվածներից հետո։ Այդ կայաններն ապահովում են հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ Այս հարվածին կոշտ է արձագանքել պաշտոնական Դոհան, սպառնացել Իրանին պատասխանով։ Հարվածից հետո Քաթարը անցանկալի անձ է ճանաչել Իրանի դեսպանատան ռազմական գծորդին։ Սպառնալիքներ են հնչել Վաշինգտոնից։ Թրամփը զգուշացրել է, եթե Իրանը շարունակի թիրախավորել Քաթարի էներգետիկ ենթակառուցվածքները, օդ կհանեն Իրանի հարավային Փարս գազի հանքավայրը։ Քաթարում գազի կարևոր օբյեկտը Իրանը թիրախավորել է ի պատասխան իսրայելական հարվածների հարավային Փարսում։ Քաթարից բացի Թեհրանը թիրախավորել է նաև էներգետիկ ենթակառուցվածքներ Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում։ Ռիադը սպառնացել է Թեհրանի ագրեսիային պատասխանելու համար, իրենք և ծոցի մյուս պետությունները ունեն զգալի կարողություններ։ Գանա Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։